Ողջույն սիրելի հարազատներ, ուրախ եմ կրկին ձեզ հետ լինել։ Անցած դասում տեսանք Հիսուսի կյանքի հացի մեջ և խաղաղության զոհի մեջ։ Այսօր շարունակում ենք Ղևտացիների 4-րդ և 5-րդ գլուխներով, որտեղ Հիսուսը բացահայտվում է որպես մեղքի կատարյալ լուծում։ Ղևտացիների 4-ում Աստված կարգադրում է մեղքի ընծա բերել։ Սա հատուկ զոհաբերություն էր, ոչ թե ընդհանուր նվիրաբերության, այլ կոնկրետ մեղքի համար։ Եվ ուշադրություն դարձրու, Աստված ասում է անգիտությամբ գործած մեղքի համար էլ քավություն է անհրաժեշտ։ Ղևտացիների 4:2-ը։ Մենք հաճախ ասում ենք, չգիտեի, ուրեմն սա մեղք չի, բայց Աստծո ստանդարտն այլ է։ Ամեն մեղք, անգամ անգիտությամբ գործածը, այրուն է պահանջում։ Ղևտացիների քահանան ամեն տարի կրկնում էր այս ծեսը, նույն զոհը, նույն այրունը, նույն սեղանը, ամեն տարի, որովհետև ոչ մի կենդանու այրուն բավական չէր։ Բայց Հիսուսը եկավ և ամեն ինչ փոխվեց։ Մի անգամ առհավիտյան ներկայացավ ինքն իրեն այրունով, հավիտենական փրկություն ձեռք բերելով։ Եբրայեցիների 9:12-ն է ասում։ Ղևտացիների քահանան ծածկում էր մեղքը մեկ տարվա, Հիսուսը ընդմիշտ վերցրեց մեղքը։ Ահա Աստծո գառն, ով վերցնում է աշխարհի մեղքը, Հովհաննեսի 1:29-ն է ասում։ Ծածկել հին կտակարանը, վերցնել Հիսուս Քրիստոս։ Հիսուսը ինքն է միաժամանակ քահանան, զոհը և զոհասեղանը։ Ոչ մի ուրիշ կրոն, ոչ մի ուրիշ ուղի։ Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը, Հովհաննեսի 14:6-ն է ասում։ 5-րդ գլուխը Ղևտացիների յուրացման զոհը։ Սա մեղքի ընծայից նուրբ, բայց կարևոր տարբերություն ունի։ Մեղքի ընծան Աստծո դեմ գործած մեղքի համար էր։ Յուրացման զոհը ուրիշ մարդու դեմ գործած անիրավության համար էր, ոչ միայն Աստծո հետ հաշտություն, այլ մարդու հետ վերականգնում։ Դա Ղևտացիների 5:16-ն է ասում։ Եվ կարևոր է, Աստված ողորմություն ցույց տվեց աղքատ մարդուն։ Եթե կենդանի բերել չես կարող, այլուր բեր։ 5:11 է Ղևտացիների։ Աստված բոլոր մարդկանց ճանապարհը, բայց թողեց դեպի ինքը իրեն, որպեսզի մարդը իր հոժար կամքով մոտենա։ Եվ Հիսուսը հենց սա արեց։ Ինքը մեր պարտքը վճարեց, ոչ միայն հոր հետ հաշտեցրեց, այլ բոլոր խախտված հարաբերությունները վերականգնելու հնարավորություն տվեց։ Ուրեմն եթե ընծատ բերես Աստծո սեղանին, նախ գնա հաշտվիր քո եղբոր հետ։ Մատթեոսի մեջ է ասում ինքը 5-րդ գլխում։ Սիրելիներ, Ղևտացիների 4-րդ, 5-րդը մեզ հիշեցնում է երկու բան։ Առաջինը, ոչ մի մեղք փոքր չէ Աստծո աչքում, անգամ անգիտությամբ գործած մեղքը։ Եվ երկրորդը, ոչ մի մեղք մեծ չէ Հիսուսի այրան համար։ Հիսուսի այրունը մաքրում է մեզ ամեն մեղքից։ Առաջի Հովհաննեսի 1:7-ն է ասում։ Մի ուրիշ տեղ էլ ասում է ձյունից ճերմակ կանեմ։ Եկեք աղոթենք թանկագիններ, Հայր Աստված, շնորհակալ ենք, որ Հիսուսն է մեր մեղքի ընծան,
մեկ անգամ հավիտյան կատարյալ դարձրեց մեզ։ Շնորհակալ ենք, որ նա վճարեց ոչ միայն քո դեմ գործած մեղքերի, այլ բոլոր պարտքերի համար։ Տեր, թող քո որդու արյունը մաքրություն բերի ամեն օր իմ կյանքում, ազատություն բերի ամեն օր իմ սրտում։ Հայր Հիսուս Քրիստոսի անունով ենք աղոթում։ Ամեն։ Եթե այս ուսուցումը օրհնություն էր քեզ համար, կիսվիր քո մտերիմների հետ, միգուցե նրանց էլ օգտակար լինի, եւ գրիր մեկնաբանություններում, թե որտեղ տեսար Հիսուսին տվյալ գլխում։ Կհանդիպենք հաջորդ դասում, Աստված օրհնի ձեզ եւ ձեր ընտանիքը։